Այ հիմա հաստատ կտրուկ անցում ենք անելու, բայց կրկին մի ոլորտ, որը իսկապես լուսավորում է, հատկապես եթե փոքրիկները սիրով են զբաղվում այս ամենով, խոսքը սպորտն է իհարկե, իսկ ավելի կոնկրետ ֆուտբոլը։ Հունիսի 19-ը սիրելի հեռուստադիտողներ համաշխարհային օրացույց է, եթե թերթենք մանկական ֆուտբոլի միջազգային օրն է։ Այն սահմանվել է 2001 թվականին FIFA-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի UNICEF-ի համատեղ ջանքերով։ Ինչպիսին է մանկական ֆուտբոլը մեզ մոտ, որքանով են հետաքրքրված փոքրիկները եւ ինչ նոր նախագծեր են իրականություն դառնում, որպեսզի նրանց հետաքրքրությունը ել ավելի մեծանա։ Կիմանանք հենց հիմա։ Ձեր ներկայացնենք մեր հյուրին, մեր տաղավարում է Streetball Armenia-ի հիմնադիր ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը։ Դավիթ, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ այս խորհրդանշական օրը մեզ հետ եք սկսում, ու քանի որ այսօր մանկական ֆուտբոլի միջազգային օրն է, առիթը չէինք կարող բաց թողնել ու չխոսել մի նախագծի մասին, որը Streetball Armenia-ն է։ Հետաքրքիր է արդյոք այս նախագիծը ստեղծելիս ի սկզբանե նպատակ եղել է, որ երեխաներն ավելի շատ խաղան։ Շնորհակալ եմ, որ հենց այսօրն եմ ես ձեր հյուրը, հենց նպատակը դրա համար է ստեղծվել, այսինքն նախագիծը եւ ամբողջ գաղափարը այդ ամեն ինչի հետևում եղել է այն, որ երեխաները բակերում նորից սկսեն ֆուտբոլ խաղալ, ոչ միայն ֆուտբոլ, ուղղակի խաղալ, ոնց որ ես եմ իմ մանկությունը տեսել, ապրել, այդ ամեն ինչով զբաղվել եւ հենց ի սկզբանե այդ էր, որ դուրս խաղաց այդ գադջետներից բանից դուրս եկեք բակ խաղացեք, վիճեք, բարիշեք, ընկերացեք, այդ ամեն ինչի հիմքում դա էր դրած ու կարծում եմ այս 4 տարվա մեջ մենք շատ մեծ քայլերով առաջ ենք գնում, բայց դա շատ անելիք կա։ Եթե փորձենք ամփոփել նախորդ տարիների կատարված աշխատանքը, տարատեսակ նախագծեր, միջոցառումներ, ինչպիսին է արդյունքը արդյոք, երբ պլանավորում եք, որ Streetball Armenia պիտի ունենա ճանապարհ, հենց այսպիսին էր ձեր նախատեսածը, թե ավելին է, քան պլանավորել եք, որ կլինի։ Կարծում եմ իմ ուղեղում կար էս պատկերը, գիտեի ուր ենք գնում եւ ուր կհասնենք, բայց ինչքան էլ որ պատմեի, ոչ մեկ չէր հասկանում, նույնիսկ համահիմնադիրը Streetball Armenia Հայկ Աղաքարյանը, մենք միասին ենք սկսել, Հայկ Ֆրիստայլը, ինքը չէր պատկերացնում այդ ամեն ինչու, երբ որ սկզբում խոսում էինք ֆուտբոլից, որ պետքա փողոցային ֆուտբոլը լիներ, մեր նախագծի հիմքում ես Իան Ասցիարի բասկետբոլն էլ ավելացնենք, որտեղ 3-3-ի դեմ նույն ձևաչափով բասկետբոլը կար, չէր պատկերացնում ոնց կարող է դա աշխատի։ Իսկ հիմա մենք արդեն ունենք 6 սպորտաձև, բացի ֆուտբոլը, շախմատը, բացի ֆուտբոլը, բասկետբոլը, նաև շախմատը ունենք, սկեյթբորդ, բրեյք-դանս, ֆուտբոլ ֆրիստայլ, կարծում չմոռացա ոչինչ, 6 սպորտաձևը ինքը ոնց որ տենց համադրել ենք փողոցային շունչի մեջ եւ հենց շախմատն էլ այս տարի ոնց որ ավելացավ մեր որպես 6-րդ սպորտաձև, շատ սիրվեց, էլ ինչ կարող եմ ասել, ինքը 4 տարվա ընթացքում առաջին տարին դե 3 միջոցառում ունեցանք, ոնց որ տենց ուղակի մեզ ներկայացնելու համար։ Տարբեր տենց տարածքներում հետաքրքիր տենց չոր էքստրեմալ տեղերում անում էինք մեր մրցաշարերը, իսկ 25 թվականին սկսեց Հայաստանի գավաթը եւ չեկնեք 24 թվականին, մենք 23-ին ենք, 24 թվականին Հայաստանի գավաթը սկսվեց, որը ուրեմն իրենց ներառում է Երևան եւ Հայաստանի 10 մարզեր, ամենտեղ իրենց մրցաշարերը եւ վերջում մեծ եզրափակիչ Երևանում։ Այս տարի արդեն 3-րդ մրցաշրջանն է Հայաստանի գավաթի, արդեն 2 մարզ Արարատի մարզը եւ Վայոց ձորը արդեն արել ենք։ Ես հիմա կարելի ասել ամենամեծ կանգառն է Երևանը բնակչության մասով, տարածքային մասով եւ կարեւորությունով այս տարի օպերայում մենք անում ենք Հայաստանի գավաթի Երևանյան մրցաշարը։ Հունիսի 20-ից 21-ի հունիսի 20-ից 21-ը ուրեմն Street Guns Fest-ն է, որտեվ ես երևի Guns գրաֆիտին բոլորդ արդեն լսել եք այդ անունը, հանրահայտ գորգից հետո Աբովյան փողոցում, այդ անցման որ արել էր։ Անցած տարի ինքը ներկա էր մեր օպերայի մրցաշարին եւ Kobe Bryant-ի գրաֆիտին տենց մյուրլ պատրաստեց մեր բրեյք-դանսի մրցաշարի կողքը եւ մի քանի ամիս առաջ որոշեցինք, որ այդ մեր Երևանյան մրցաշար ինքը ֆեստիվալ սարքենք փողոցային կուլտուրայի տենց ոնց որ տոն լինի եւ սկսեցինք ոնց որ այդ նախագիծը հիմա բացի այն որ այդ 6 սպորտաձևերը կա նաեւ լինելու է live graffiti մեքենաների այդ custom expo եւ նաեւ ձեռագործ իրերի այդ փողոցային վաճառք է որ ասում է իսկն ինքը մեծ ֆեստիվալը որը 2 օր է տևում բայց հենց Հայաստանի գավաթի մրցաշարերը ոնց որ բաժանված են համ շաբաթ համ կիրակի օրերին հիմնականը կիրակի օրերն է ու կարծում եմ կիրակի օրը շատ ավելի մեծ թվով հյուրեր կլինեն որտեղ շաբաթ մի քիչ շոկ է բայց մենք ընդեղ ենք լինելու առավոտից երեկո այս շաբաթ կիրակի օրերին
որ ասում եք 3-ը 3-ի ձևաչափ։ Հեռուստատիտողների համար կարող ենք մանրամասնել, սա ինչ ձևաչափ է։ Խաղում են 3-3-ի խաղում։ Խաղում են 3-3-ի տարբեր են թե ոչ։ Մենք փոքր դարպասներով չկա դարպասապահ, ձեռքով խաղ չկա, կա զոնա, որտեղ դու չես կարաս պահես, այսինքն օրինակի համար ասած որ քնես ու չեն կարող գոլ անա, պարկես գոլերի դիմացը փոքրագոլերը, այդ զոնան չես կարող մտնես եւ ունես մեկ փոխարինման հնարավորություն, այսինքն թիմը մաքսիմում քանակը 4 հոգի է։ Խաղում են 3-3-ի դեմ։ Նույն ձևաչափը բասկետբոլն է, որը օլիմպիական մարզաձև է համարվում 2020 թվականից, եթե չեմ սխալվում, Տոկիոյի Փոքր բասկետբոլի մասին է խոսքը։ 3-3-ի դեմ մեկ օղակով, ինքը օլիմպիական մարզաձև է։ Ես հիմա երբ տեսնում էինք նաև մեր պատեկրանին այն երեխաների ուրախությունը, ոգևորությունը, երբ նրանք խաղում էին, հիշեցի, հիմա չեմ հիշում մարզերից որ մեկում էինք ինչ որ մի օր, որ նախորդ օրն էիք դուք եղել թե ցերեկ ու մենք երեկոյան էինք այնտեղ։ Մենք Իջևանում նկարահանում էինք ֆեստիվալը միասին։ Ես ճիշտ է։ Ու ես հիշում եմ երեխաների ոգևորությունը, որ արդեն վաղուց իրենց քնելու ժամն էլ երևի անցել էր, բայց միևնույն է նրանք բակում խաղում էին։ Այս արձագանքից հետո երեխաների կարծիքները լսելուց նաև նրանց ծնողների ինչ է փոխվել ծրագրերի ընթացքում, բացի այն, որ մարզաձևերն են ավելացել, ինչպես նշեցի Դավիթ, եւ կա արդյոք նոր նպատակներ, նոր նախագծեր, որոնք իհարկե հունիսի 21-ից հետո այս տարվա ընթացքում եւս իրականացվելու են։ Մեր մոտ դե նախագծերը շատ են, բայց քանի որ Երևանում ենք մենք բնակվում, հիմնական այդ միջոցառումները անցնում են Երևանում։ Այս տարի երկրորդ մրցաշրջանն էր Երևանի գավաթի, ուղղակի դա ֆուտբոլ է, բակերում 12 վարչական շրջանում ընտրում ենք նոր կառուցված հիմնականում, հա, քաղաքապետարանի կողմից բակերը եւ այնտեղ ամեն վարչական շրջանում անում ենք մրցաշար, հետո հաղթողները կենտրոնում մանկական այգում եզրափակիչ խաղացին ու անցած տարի նույնը որ արել էինք, կարծում եմ տենց 30-40% այս տարի աճ ունենք, արդեն ավելի շատ են իմանում, լինում են բակեր, որ ոչինչ չգիտեին, ուղղակի տեսան, եկան մասնակցեցին այդ մրցաշարը, որտեղ անվճար է, էլի Երևանի գավաթը ու շատ էր մասնակցությունը։ Այդ Երևանի գավաթը ավարտեցինք, մենք ումից Հայաստանի գավաթը սկսեցինք, նաև այս տարի ես օգնում եմ Event Challenge մրցաշարի կազմակերպման բանով, ինքը շատ մեծ միջազգային breakdance hip-hop ֆեստիվալ է, 25 երկրից ժամանելու են պարողներ, ժուրիներ եւ այլն, եւ այդ տղեկի հետ մենք միասին ենք անում այդ breakdance hip-hop-ը եւ 21-ից հետո մեր հաջորդ մեծը արդեն 26, 27, 28 այդ մեծ breakdance եւ hip-hop միջազգային փառատոնը կազմակերպելն է, որը շատ այլ աշխարհ է նորություններով։ Սպորտից պարանցումն ինչպես է եղել։ Նախ սպորտը օլիմպիական նախքին բանում անցածը, հա, անցածում breakdance-ը կար։ Ինքը օլիմպիական սպորտաձև համարվում։ Լոս Անջելեսում չի լինելու, բայց ոնց որ մյուսին լինելու է։ Ինքը ավելի շատ փողոցային ոնց որ կուլտուրայի հետ կապված շատ սերտ կապ ունի։ Ասում ենք սպորտ, բայց հասկանում ենք, որ նույնիսկ հիմա ասենք շախմատն էլ է սպորտ, չէ՞, բայց այսինքն ֆիզիկական բանը մտավոր է։ Break-dance-ն էլ իր այդ ինչ որ տենց շատ բարդ շարժումներով։ Ֆիզիկականը երաժշտական լուծումներով։ Չի կարա ինչ որ տենց շատ տենց ոչ ֆիզիկական վիճակով մարդ break-dance-ն ու կարա, բայց չեմ կարծում, տենց լավ աջակցություններ կարծնի, ինքը սպորտաձև է, ինքը առողջ ապրելակերպի մասին, ինքը փողոցային կուլտուրայի մասին է։ Դրա համար այդ ամեն ինչը օպերայում այդ համախմբել ենք ու վստահ եմ բոլորի դուր կգա, որ այդ օրը գաք։ Եվ սա հիանալի հնարավորություն է, նույնիսկ եթե դուք այս կամ այն մարզաձևը ձեզ հետաքրքիր չէ, միևնույն է կարողացել եք այս նախագծի շուրջ հավաքել թե սպորտային պարերը break-dance-ի օգնությամբ, թե նշեցիք ձեռագործ աշխատանքների տոնավաճառը լինելու եւ տարբեր մշակութային ուղղություններ մեկտեղ հավաքելով սպորտն ենք հանրահռչակում։ Բայց խոսելով գլխավոր նպատակի մասին, ինչպիսին է այսօր ֆուտբոլի տարածվածությունը հենց երեխաների մոտ, որքանով են նրանք սիրում ֆուտբոլ խաղալ եւ որքանով են երեխաները կապում իրենց ապագան հենց այս մարզաձևի հետ որպես արդեն հետագայում աշխատանք։ Կարծում եմ այս պահին երբևէ այսքան մեծ մասշտաբի ֆուտբոլով հետաքրքրվող ֆուտբոլ հաճախող երեխաների թիվ չենք ունեցել, կարծում եմ դուք էլ կտեսնեք օրի ինչ որ նոր ակումբներ են բացվում, հա, անհատական մարզումներ, ինչ որ sense բաներ Երևանում հիմնականում մարզերում էլ այդ շարժը կա, այդ ֆուտբոլի մեծությունն է նաև ազդում է սոցիալական ցանցերը։ Շատ մեծ ազդեցություն ունեն երեխեքի վրա, որովհետև հիմա չկա ֆուտբոլիստ, որ չունենա սոցիալական ցանցեր, իսկ դրանով ոնց որ դրա միջոցով ֆուտբոլը էլ ավելի մասսայական է դառնում։ Դրանից դեռ ասենք որակապես տենց որ ասեմ շատ մեծ աճ ունենք, հա, ասենք կապված մեր հայ ֆուտբոլիստների հետ չկա, բայց ինձ թվում է մի օր դա կտա։ Ուղղակի համակարգային լուրջ, այո, համակարգային լուրջ հարցեր պետք է լուծվեն,
եւ չգիտեմ, ինքը միշտ ակտուալ է ֆուտբոլը։ Ինձ թվում է նույնիսկ ով որ չէր սիրում խաղացել է ժամանակին ֆուտբոլ, հա, կամ դարպասապահականգնել, չէ, ինչ որ ուղակի կանգնել է, որտեղ լավ չէր խաղում։ Ինքը շատ ու մեզ է նայում Դավիթը, վստահաբար ես այդ դերում եմ եղել, բայց չէ, որ կանգնում է, որովհետև վատ է խաղում։ Դե հա, հիմնականում տենց է լինում դարպասապահ, կամ ինչ որ մի քիչ գիրության հետ խնդիր ունի, հա, ասենք ինչ մեծ է լինում, թմբլիկ է լինում, բոյով է լինում։ Այո, ու տենց մենք փորձում ենք մեր նպատակը ոչ թե այն է, որ հավաքականին տանք տենց շատ ուժեղ ֆուտբոլիստներ, այլ ինքը մեծ սոցիալական ծրագիր է։ Մեր նպատակն է տանք առողջ լավ սերունդ, հա, մեզ շարունակող մեզից հետո, որ իրենք բացի այդ առողջ ապրելակերպը նաև ունենան հարգանք, ընկերասիրություն, այդ չհանձնվելու ունակությունը, չգիտեմ, եթե որ գաք տեսնեք անպայման այդ կզգաք ինչ անդեղ, այդ էներգիան ինչքան այդ ցուցադրում եք այդ ուղակի բակերից մեկում ես վերջերս պատրաստած դակում ես երեխեք այդ ուղակի ֆուտբոլ էինք խաղում, որտեվ եկա մի հատ վիդեո պետքա նկարեի ու արդյոք բաց չեմ թողում, ես իրենց հետ անընդհատ խաղում եմ, որ գաք այդ օր այդ էներգիան տեսնեք, ոչ մի վիդեո, ոչ մի ֆոտո այդ չի փոխանցի, այդ հաղթանակի բերկրանքը, պարտվելու այդ դառնությունը, այդ ամեն ինչը ինքը այդ օրը ոնց որ դարձնում է այտենց երբ որ սկսում ենք հիմա ես օպերայից եմ գալիս ամբողջ գիշեր գործ ենք արել, ես վերադառնում եմ այնտեղ աշխատեմ ու որ սկսում ես ոայս ինչ ենք սկսել բան, բայց երբ որ այդ ամեն ինչը տեսնում ես, ասես արժեր, այս տանջանք, այս անքուն գիշերները իր նպատակին ծառայում են։ Վստահ եմ եւ մենք եւ մեր հեռուստադիտողները այդ օրերին լինելու են, որպեսզի մասնակիցը դառնան այդ հույզերի, բայց չեն կարող այս զրույցը չամփոփել համաշխարհային ֆուտբոլային ակնկալիքներով, վստահաբար հետևում ես խաղերին, ինչ ակնկալիքներ ունես, որ թիմին ես կամ որ մարզիկին ես երկրպագում։ Ես կանխատեսել եմ, որ ուղղակի ոչ թե կանխատեսեմ, շատ կցանկանայի Իսպանիա-Արգենտինա եզրափակիչ, որ Մեսին խաղա իր վերջի աշխարհի արդյունք խաղ երևի, հա, անցածնել ենք ասում վերջինն է։ Բարսելոնայի ֆուտբոլիստը Ռոնալդոն էլ են, չէ՞, ասում որ վերջինն է խաղում։ Բան հաստատ Ռոնալդոն վերջինն է խաղում։ Մեսի դեպքում ունենց խաղա ցուցադրում, որ ընդհանրապես չեմ զարմանում, այդ 4 տարի հետո նորից խաղա։ Ոնց որ երբեք մի ասա, երբեք իր դեպքում էլի Իսպանիան շատ ված սկսեց, շատ ված խաղաց, բայց կարծում եմ լինում են տենց չեմպիոն թիմեր, որոնք առաջին խաղը շատ անհաջող են խաղում եւ ոնց որ այդ խմբային փուլը ունեցա 10 օրը Իսպանիան Արգենտինան կարող են հանդիպել եզրափակչում, բայց շատ լավ թիմեր կան, տեսնում ենք այն որ թիմեր կային, որ շատ ետնապահ էին, որոնք մարդիկ ասում են ինչ են իրանք հայտնվել աշխարհի արդյունքում, ինչի այդքան շատ քան թիմերի քանակը, բայց տեսնում ենք որ մակարդակը իհարկե շատ հետաքրքիր աշխարհի արդյունք է։ Այո, շնորհակալ ենք Դավիթ, որ օրը մեզ հետ սկսեցիք, մաղթում ենք շատ արգասաբեր օրեր, հունիսի 20-ին եւ 21-ին եւ հեռուստադիտողներին հիշեցնում ենք, որ կարելի է մասնակիցը լինել նաեւ որպես պարզապես դիտողներ այս իրադարձության, այնպես որ շաբաթ եւ կիրակի օրերին համեցեք Ազատության հրապարակ, օպերայի տարածք։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։